Գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում Հայաստանն անում է ամեն ինչ, որ սակագինը չբարձրանա, այսօր հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Բանակցությունները շարունակվում են, հույս ունենք, որ մինչև փետրվար ամսվա վերջ կավարտենք եւ արդեն կհայտարարենք, թե ինչ է սպասվում մեզ։ Իհարկե, իրենք մեր խնդիրները, մեր խնդիրներն են հասկանում, մենք էլ իրենցն ենք հասկանում, այնպես չի, որ կարելի է կամային ձևով վերցնել ինչ որ մի հատ գին հրապարակել, այդպես չէ, այդ բոլորը հիմնավորում է պահանջում, որտեղ իրանք միայն Հայաստանի հետ չեն աշխատում, շատ երկրների հետ են աշխատում։ Փոխադարձ ըմբռնում այստեղ կա։ Իրոք բանակցությունները ընթանում են բարեկամական չէր ոլորտում։ Լրագրողներին հետաքրքրեց նաև Նաիրիտ գործարանի ճակատագիրը։ Պետությունն ամեն ինչ անում է, որ Նաիրիտը շարունակի աշխատել, պատասխանեց նախարարը հավելելով. Պետք է գտնել մի խոշոր քիմիական արդյունաբերության ընկերություն, փորձել որպես պատմող որպես կպցնել Նաիրիտին եւ փորձել այս բանի տակ աշխատանքներն առաջ տանել։ Մեր կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որ ընդհանրապես բիզնեսի մեջ կառավարությունը չպետք է մատնի։ Ինչ երաշխիք։ Բայց 10% կառավարությունին է, չէ՞։ Դա ինչ կապ ունի, եթե 10% բանին է, դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է մտնի այդ ոլորտի մեջ կամ փորձի այնտեղ փող դնել կամ ինչ որ տնտեսական մեխանիզմները օգտագործի բանի համար, այդպես չի։